Բարև Շպրոջան։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ, Ռանտո ջան, ողջույն, ինչպես ես։ Լավ։ Բանա, կարաս ուղես։ Ես վերջերս մի հատ հաղորդում տեսա, սենց վերմակներով, ադյալներով մարդիկ նստած ինտերվյու են տալիս։ Ցուրտ է, ինչ խոսք Լոս Անջելեսում, եւ ներելի է մեզ, որ մենք այսօր այս բլանկետներով ենք, բլանկետ հայերեն ոնց է, վերմակ։ Ադյալ ռուսերեն է։ Ադյալ։ Վերմակ երևի թե, ինչ։ Շալն էլ է ռուսերեն, թիկնոց։ Չէ, թիկնոցը որ հագնում են։ Յանի ես էլ ճիշտ էի։ Գրեք կոմենտներում, մեր հայրենակիցները ունենք շատ լավ հայերենին տիրապետող հայրենակիցներ, ովքեր մեզ միշտ օգնում են, որպեսզի ճիշտ խոսենք եթերով։ Խոսենք ուրեմն ես ու Շպրոտը որոշել ենք, որ սրանից հետո Իդեպ ասեմ, տեսքը շատ լավն է, այդ սպարտիվ կետ Okay, լավ, ես շատ եմ խոսում, ինձ պիտի ընդհատես, Հրանտո։ Ինձ կընդհատես, չամաչես, ես քեզ թույլ եմ տալիս, ասա ինչի ենք հավաքվել։ Ուրեմն մի հատ երգիչ կա է, որ ուզում է երգիչի կարում սկսի։ Հավաքվել ենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես։ Ուրեմն սրանից հետո ինչ լինի հայկական շոու բիզնեսում։ Օտեն մի անգամից տենց սկսեցիր։ Սկսելու ենք քննարկել։ Ինչ լինի հայկական շոու բիզնեսում։ Սկսելու ենք տեսա հոլովակները, երգիչների ստիլերը, մի խոսքով ոճային ամեն ինչ, բայց ազնիվ, ռեալ եւ ով է լինելու bad police-ը եւ good police-ը։ Ինձ թվում է մեր մեջ bad ու good police չկա։ Փորձելու ենք լինենք շատ անկեղծ։ Բայց օրինակ Լիլուն իմ ընկերուհին է, ես երբեք Լիլուի տեսա հոլովակներին բան չեմ կարա ասեմ։ Նույնիսկ եթե ինչ-որ բան եմ։ Ես էլ չեմ գա, ես դուք չունեմ ասում։ Բայց երևի թե առողջ քրիտիկան ճիշտ բան է, բայց չպիտի վիրավորես մարդու աշխատանքը, այսինքն պիտի համ լավը ասես, համ էլ ասես քո կարծիքը այստեղ կարար լիներ սենց։ Ըստ իս։ Եվ եթե ունենաք կարծիքներ, խորհուրդներ, առաջարկներ, սիրելի հայրենակիցներ, չամաչեք, եղեք ազատ, մեզ ասեք, օրինակ եթե այս ադյալը ձեր ներվերի վրա ազդում է, ես կարամ ուղակի հանեմ այս։ Հաջորդ անգամ կարանք վերմակով էլ գանք։ Այնպես է։ Դոշակով։ Վերմակ դոշակով էլ կարանք գանք, բայց այսօր այս որոշեցինք, որ այսպես լինի, նույնիսկ պատարակաղի վրա ենք տեղադրել մեր միկրոֆոնները, որ ավելի գտալ պատարակաղ։ Հա, որպեսզի լինի արդիական, որ այս բարձխի էստեղ, ես ասել եմ այս բարձստեղ։ Ինչն է, հələ կադրը նայի։ Որ հոգնեմ զայդ։ Ունգնես, չէ՞, որ մենք նաև ունենք մեծահասակ ուրեմն cameraman 73-ամյա ով մեզ կողքից է նկարահանում, որպեսզի ունենանք գոնե 2 կադր, որովհետև ես գիտեմ, որ ինչքան շատ են լինում կադրերը, այնքան ավելի հետաքրքիր է հաղորդումը։ Լավ, Հրանտո, ում տեսահոլովակն ենք որոշել այսօր դիտել եւ միասին անցնել տեսահոլովակի վրա։ Երկար փնտրտումներից հետո Սուտ ասում որոշեցի, որ շատ երկար չէր, հա։ Դու միշտ ուզել ես այս հաղորդումը անես, բայց այն անձնավորության ում դու առաջարկեցիր, արագ էր, որովհետև քո ամենասիրելի արտիստն է ինքը։ Այո։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, ինքը ինձ համար հայկական շոու բիզնեսի արքայադուստր, դիվա, թագուհի, թե իր աշխատասիրությամբ։ Ես չեմ, երեխեք ջան, հենց որ ինձ մի նայեք, հա, ասա։ Թե իր աշխատասիրությամբ, թե իր շոուներով եւ ամեն ինչով, իմ շատ լավ ընկեր Լիլիթ Հովհաննիսյան։ Իսկ չես վախենում Լիլիթ Հովհաննիսյանին համարում ես շատ հարազատ եմ, որ քրոջ նման ես եւ շատ սիրում ես նրա գործերը, նենց ես պարում, ասենք իր պարուհիների շարժումները նենց ես անում, ես ապշում եմ եւ չես վախենում, որ այսօր հենց առաջինը ընտրեցինք Լիլիթ Հովհաննիսյանի եւ Կարոին, որ էլի շատ սիրված են, ամանավանդ երիտասարդ բլոգեր։ Չէ, երիտասարդներն են շատ սիրում Կարոին, այսինքն երեխաներ ավելի փոքր տարիքի խենթանում են, որ ֆենոմեն է ինձ համար, անկեղծ ասած Կարոն, որ ես տեսել եմ, նայ երկուսին էլ ինձ մոտ ընդունելով, թե Կարոյի հետ շփում ունեմ, թե Լիլիթենց։ Կարոյի հետ շփում ունես։ Կարոյի հետ շփում ունեմ, շատ ընկերական լավ հարաբերություններ այլի։ Ինձ թվում է մի բան էս երկի մեջ պակաս է։ Ինչը, օրինակ ինչն էր, որ քեզ չհա։ Միգուցե դու սովորես, որ Լիլոն պիտի միշտ մենակ երգի։ Միգուցե։ Հա։
Չեմ կարող ասեմ, բայց ինչ Միգուցե խանդում ես որպես եղբայր, որ ինքը չնայած ուրիշների հետ էլ դուետներ ունի, երբեք նման վերաբերմունք չես ունեցել, ասենք Ծառուկյանի հետ ունի, Էլում հետ ունի Լիլոն։ Ունեցա Ծառուկյանի հետ էլ եմ մոտ։ Հա գիտեմ։ Այս վերջերս մի հատ այդ լատինական արտաքինով տղայի հետ այ դա ինձ թվում է պետք չէր։ Ամեն երկը շատ լավն է։ Բայց ես սիրում եմ այդ վիճակը, հետաքրքիր է։ Լիլիթը միշտ սիրում է էքսպերիմենտներ անել եւ իր մոտ շատ լավ է ստացվում։ Օրինակ ես էքսպերիմենտներ երբեմն անում եմ, ինձ մոտ շատ վատ է ստացվում, բայց Լիլոյի մոտ միշտ լավ է ստացվում։ Չէ, Լիլիթի մոտ երգերը ընտրությունը ամեն ինչը շատ հրաշալի է, բայց արտիստ օրինակ ինքը նոր արտիստ էր, դրա համար չես ընդունում, որ նոր էր չարժեր։ Չէ, հիմա եթե անկեղծ ասեմ, ես կարծում եմ այդ տղան հայտնի դառավ, որովհետև Լիլոյի դե բնական է, ինքը միջև այդ կարծում եմ ինքը ունեցել այլ միանշանակ կար, բայց որ դարձավ իմ բանը գիտես մալումը, հայկական մալումը խոսքը Գասոյայի մասին է, չէ։ Այո, ահա։ Անկեղծ ասեմ, այդ տղան միջև Լիլիթի կլիպից հետո, ասենք ինքը շատ լավ, ասենք ինձ համար ես լսում էի, բայց երբ որ եղավ Եվրատեսիլի հայկական պատվիրակության այդ կաստինգը եւ այլն, որտեղ որ ինքը երգեց։ Օ, ես չեմ տեսել։ Ինքը այդտեղ էլ է երգել։ Կենթանի երգեց, դե պարզա հուզմունք եւ այլն բան, բայց դրանից հետո ես էլ եմ երգել, չես պատկերացնի ինչ բան։ Ինքը Եվրատեսիլում չի երգել։ Ես ոնց են ասում, մինչև Եվրատեսիլը, որ հավաքվեցինք, երգեցինք բոլորով միասին, որպեսզի ընտրեն այդ ժամանակի Ինգա Անուշին ընտրեցին, ես էլ եմ երգել այդ ժամանակ մի հատ կաշմար, չգիտեմ հիշում եք թե չէ, կեսս կիներ, կեսս աղջիկ։ Բայց ուղղակի նայ իմ ասածային է, եթե մարդը պատրաստ չի, ասենք ինքը հոգով պետք է պատրաստ լինի։ Հրանտո դու այդ բեմը չես բարձրացնում։ Նախ Եվրատեսիլի բեմը շատ վախենալու է, արդեն ես երբ որ Հունաստանում էի Անդրեի հետ, շատ վախենալու, որտեվ 100,000 հոգի քեզ անայում։ Բայց նույնը Հայաստանում էլի ամենամեծ դահլիճներից մեկն են վերցնում, էլի բավականին շատ մարդ կա, պատասխանատվությունը այնքան մեծ է, հետո դու քեզ լավ չես զգում այդ ժամանակ, երբ որ մարդիկ բարձր բղավում են, հնարավոր է որ քո կատարումը իդեալ նենց չլինի, ոնց որ դու ստուդիայում հանգիստ են, որ կերքես Հրանտո։ Այդ դեպքում ուրեմն ու փորձերել անում ես, բարելով էլ երգում ես, շունչդ կտրվում, կյանք լիքը գործոններ կա։ Եթե դու պատրաստ չես, ուրեմն դու պետք է հայտը չտաս։ Ինչի մարդը դու ներողություն, խիզախություն ա ունեցել, հայտը տվել է եւ փորձել է եւ հաջորդ անգամ ավելի լավ։ Լիլոյից առաջ է եղել։ Չէ, Լիլոյից հետո։ Ես կարծում եմ, եթե ինքը ուզում է լինի արտիստ կայացած, ինքը ամեն ոնց են ասում, որ քեզ ձեռնոց են նետում։ Ոչ թե ձեռնոց են նետում, այլ հնարավորություն են տալիս, որ դու ցույց տաս քո տաղանդը եւ ինքը առիթի բաց չի թողել, բայց դու կարող ես վախենայիր։ Իր համար ինձ թվում է։ Հիմա այդ առաջարկը քեզ չեն արել։ Ես չպետք է դատեմ։ Ես ով եմ որ դատեմ մարդու կյանքն է ուզում է դիմում։ Բայց որ քեզ առաջարկեին ասին Հրանտո արի չէիր գնա։ Ինչի, որտեվ ես պատրաստ չեմ։ Միգուցե որտեվ դու վախկոտ ես։ Չէ, ես ինքս ինձ ես պատրաստ չեմ։ Ես չեմ կարա տենց դիմի, տենց քայլի գնամ, որովհետև ես ինքս պատրաստ չեմ։ Իսկ միգուցե ինքնավստահությունն է քեզ մոտ պակասում։ Ինձ առաջարկել են մասնակցել Նովեյա Վալնա։ Դու հրաժարվել ես։ Այս վերջերս։ Նու կոնկրետ ասեցին արի հայտ ներկայացնենք, ասեցի ոչ։ Ինչու։ Ինքնավստահության հարց չի ստեղ, հիմա ես քեզ ասեմ։ Նայեք, ըստ իս կա մրցույթային երգիչ, կա սիրողական երգիչ, կա ռեստորանի երգիչ։ Ես ինքս ինձ չեմ համարում երգիչ, ոչ մի ասպարեզում։ Ես ունեմ հոբի, անում եմ այդ։ Ես երգելը սիրում եմ։ Հիմա 10 հոգի կլսի թե 50։ Օրինակ դու ինձ համարում ես ռեստորանային երգչուհի, թե բեմի, ես այս վերջերս մենակ ռեստորանում եմ երգում։ Դու միջև ռեստորանում երգելը դու եղել ես բեմի երգիչուհի։ Այո։ Ու մարդիկ քեզ գիտեն որպես ես այսքան երեխա էի որ քեզ գիտեմ։ Հա, բայց կյանքի բերումով դու հայտնվում ես ռեստորանում։ Հիմա այս տղան կարող է չի եղել այտենց քո պատկերացումով իհարկե, բայց ինքը կարող է ուրիշ ձև է մտածում։ Ինքը չի եղել ռեստորանի, ինքը չի եղել բեմի, որտեվ չի հասցրել բարձրանա բեմ եւ հանկարծ, բայց ինչի ենք այդ տղուց խոսում։ Չգիտեմ։ Մենք չէինք որոշել ընդհանրապես իր մասին խոսեինք։ Ինչ էր գազոլինա։ Գասոյա։ Հա, եկեք գազոլինայի վիդեոյով անցնենք, why not։ Գասոյա։
Նախ հենց այդ առաջին շարժումը, որ շատ լավն է, ինքը TikTok-ում հիմա տրենդովի է, չէ, որ Լիլոն անում է։ Չես տեսել բուզվանել է անում, հիմա կասեք էսում ես հետևում։ Ուրեմն սենց այն որ սենց է անում դեմքը չի երևում, հետո պտտվում է։ Հա, հիմա տրենդովի է, այսինքն Լիլիթ Հովհաննիսյանը ինքը միշտ տրենդի հետևից է գնում։ Հրապես չես երևում հրանտո։ Մի քիչ այս պահը դուրս չի գալի մեր հաղորդման, որ մենք սենց ինչ որ տելևիզատորին ենք նայում մեր կադրի վրա, այս ստեղ պետք է հղկենք, ուղենք մեր հաղորդումը, որտեվ մեզ էլ կարան կպնեն, ասեն, այս ինչ գեղավարի բաներ եք անում։ Բայց եթե դուրներդ գալիս է, սենց է գարանք թողենք, այսպես տելևիզորը նայենք։ Տեսքը Լիլիթ Հովհաննիսյանի հրաշք է, ինչ ասեմ, շատ հետաքրքիր է, շատ սիրուն է, երբեք վուլգար չի, օրինակ այս նույն շորը ես եմ հագնում, իմ վրա շատ վուլգար է երևում, բայց քանի որ Լիլոն համաչափա իր մարմինը չունի, ասենք հայկական կարճ ոտքեր եւ նիհար է, իր վրա վուլգար չի երևում ոչ մի բան, այսինքն իր վրա շատ գեղեցիկ է այս ամեն ինչը։ Εμένα նոր ինձ զգուշացրեց մեր օպերատորը 73-ամյա, որ ես շատ եմ խոսում, շանհացը կտրում եմ, թողես երեխեն խոսա, թողնում եմ դու խոսես։ Ասելու բան չունեմ, ինձ տեսքը շատ սիրուն է երկուսի, ինձ չի համոզում։ Միգուցե այդ անկեղծ լինեմ ասեմ այդ նախանձիցա, որ ես կուզենայի կարոյի տեղը ներդրել, չէ։ Հա, տոկոս ես կարծում եմ նրան ամենաճիշտ պատասխաններ, որ դու կուզեիր իր տեղը լինեի։ Բայց ինչու ոչ, դեռ ուշ չի։ Դե հա, բան չասեցի։ Մի օր մեկ է տեսար։ Բայց երգը ինձ չգիտեմ, չեմ կա։ Ասենք նույնը որ մի քիչ առաջ խոսում էինք Գասոյայի մասին, ինքը ինձ համոզում։ Իրանը համոզիչ է։ Ինչ որ մի ձենը տարօրինակ է էֆեկտը, որ դրած է։ Նորմալ է։ Ասա խոսա։ Շատ սիրուն է։ Նորաոճ։ Ինքը չի մեծանում։ Կարոն այդտեղ չկա, բայց հարցն է, ես այդ մոտոցիկլի իմաստը չհասկացա կլիպի մեջ։ Որ Լիլիթն էր բանանում, ինքը սցենարային կապ չուներ, ու այդ նորմալ է։ Բալվանկա էր։ Ինքը նորմալ է, ինքը բալվանկայի համար, հա, մոտոցիկլետ էին օգտագործել։ Ինձ ասենք ես որ իմաստալից է։ Արի ես կոմ կադրը դուրս չի գալու։ Իմաստալից է։ Իմաստալից տեսահոլովակն է, շատ եմ սիրում։ Սենսիա, բայց ինձ պետք է ինձ սկզբից էլ անեինք, շատ սիրուն ասենց։ Շատերն ասում են, այս ինչ է երգում, այս ինչ երգերա կամ չգիտեմ ինչ, որ ասենք երգը դուք հետո վերլուծում եք, օրինակ, ասենք անգիր մեջը տպավորվում է, չէ, բայց այդ ամեն ինչը լրիվ պատմություն է, ինքը պատմություն է պատմում, մի անգամ Վարամին եմ հարց տալիս, ասում եմ, Վարամ, դու ոնց ես այդ երգերը գրում, ասում եմ, Խոսես կամերային նայի։ Ոնց է մտքովդ անցնում էլի տենց բառերը, որտեղից ես գտնում, գրում, երաժշտությունը, դա շատ հետաքրքիր է։ Օբրիտոն ինքը շատ տաղանդավոր է։ Վահրամը շատ։ Ասում եմ ես մի հատ երգի վրա որ աշխատում, բայց չգիտեմ ես արժի եթերքին թե չէ։ Ասա, կկտրենք եթերին։ Ասում եմ որ ես մի հատ երգի վրա աշխատում եմ, ասենք օրինակ ռեգետոն։ Ես ասում եմ միջև այդ պետք է ուսումնասիրեմ իր լադերը, ինչ բառեր է գնում, այստեղից ինչ մի խոսքով, ասում եմ տևում է ամիսներ միջև ես սկսում եմ ինչ-որ մի հատ պրոյեկտ անեմ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանը, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, տեսնենք ոնց կլինի։ Խնդրում ենք ակտիվ եղեք կոմենտներում, Հրանտո դու էլ մի բան ասա ու փակենք։ Բայց դու մեր հաղորդման անունը չնշեցի։ Oh my god, մենք ունենք մեր հաղորդումը ունի անուն, որը կոչվում է Ես եւ դու։ Ես ու դու։ Ես ու դու։ Մենակ ես ու դու։ Ես ու դու աշխարհում արա։ Թաթանա երկում։ Այո։ Ես ու դու ենք։ Մենք շատ բանալնի է, բայց sense ես ու դու ենք։ Ես ու դու ենք։ Ու տենց էլ պահենք։ Հա։ Okay, լավ, տենց էլ պահում ենք։ Ես մյուս հաղորդվանից լինելու եմ այն չար միլիցան։ Հա, bad police-ից լինելու։ Why? Գիտես որ զանգում են կյանք։ Ով ուզում է զանգի։ Ծանոթ են խառնում, բան, այնտեղ վախենալու մարդկանց են խառնում, որ զանգեն ջղայնանան, ասեն, հանեք այդ հաղորդումը։ Շնորհակալություն եթերում։ Ես ու դու։ Ես ու դուներ։ Եվ շնորհակալություն մեր օպերատորին, ով 73 տարեկան է եւ նրա ձեռքերը հոգնել են արդեն։ Հրանտո, ուզում ես ճաշը տգդիով բերեմ, թե առանց տգդի։ Տգդիով։ Okay. Տգդի։